Մոյ ռայոն կոչված ծրագիրը եթե օգտագործես +9%, դառնա 34։ Եթե այդ չես օգտագործում, եթե այդ չես օգտագործում, այդ մոյ ռայոն ծրագիր, պատվեր չես ստանում բալական։ Ասում ավելի տոկոս տուր քեզ պատվեր, բայց այդ մոյ ռայոնն է։ Դա ինչ էր ներկայացնում, կմանրամասնեք, Ասում ես այդ տեղը ոնց ուզում եմ ծանը ուզում ես ուզում ես ուզում Ես էլ իրան եմ ասում իջի ես երկրից։ Եթե օրինակ օրը 10,000 դրամ Այդ 10,000 դրամից ես մի կոպեկ չունեմ Ազիզ ջան։ Մի կոպեկ չի մնում։ Եթե դուրս եմ գալիս մեքենայի վառելիքը, մաշվածությունը, իրանց տոկոսները, իմ լիշնի պրաբեկը, որ պատվերից հետո պետք է պատտվեմ 2 ժամից պրոկտորան որ ինձի պատվեր ոչ մի կոպեկ չի մնում։ Ես պետք է 20,000 դրամ աշխատեմ, որ 6,000 դրամ տուն տանեմ։ Դա լավագույնը։ 20,000 դրամ ընդհանուր պետք է աշխատեմ, որ 6,000 տուն տանեմ։ Այդ 20,000 դրամ աշխատելու մանս 14-ից 15 ժամ անձի պետք որ ես աշխատեմ։ Այսքան աշխատեմ, 15 ժամ աշխատացել եմ ու գամ քեզի որպես ուղևոր վերցնեմ, ռուլին քնեմ տանեմ, գլուխը տուտեմ, հայ բալաջան։ Կլնի, եթե ազնիվ կլնի։ Այսօր ով ասենք 8-ից 9 ժամից ավել աշխատում։ Վարորդի աշխատանքը գիտես ինչքան վտանգավոր է։ Փորձանքը աշկի առաջ մարդը աշխատում։ Գրասենյակային աշխատակիցները գրիչը ձեռը, կներես գրիչը ձեռը խոսքի գումար են վաստակում, անվտանգ նստած են յատվա, բայց մենք վտանգը ամեն րոպե մեր աշկի առաջ է, մարդ կարած գցես ավտոյտակ, մեքենա կարած վտարի ենթարկես ու վաբշե դու խորանաս գնաս բերթերը, հետո ինչ դառնա, ով է հաշվի առնում մեր աշխատանք, ով է բանի տեղ դնում վաբշե մեզ։ Եթե սեփական երկրի իշխանություն ես ամեն ինչ տեսնում է աշկա փագում Ինձ այդտեղ ամենայտակցու հարցը, նշանակում է մի բան այն չի։ Բոկուսեպական ժողովրդին եկել ավտար երկրացին ստորացնում է, 1, թալանում է 2, ու դու չես տեսնում, կույր ես, հա։ Կույրացել ես, ախպեր, ինչն է քեզ կույրացել, ասա իմանանք, ծաղս իմանանք։ Եթե չես կույրացես, հարցի լուծում տուր։ Իսկ նշեցիք, որ 20,000 դրամից միայն 6,000 դրամն եք տուն տանում։ Դա կախված է օրինակ կանխիկ վճարումից կամ Իհարկե, այ բալաջան, իհարկե։ Դե ես ճիշտ է չնչինա տարբերություն, դա Թուրքիի հետ կախված է այդ 4.5 նուվենի, այնտեղ սենց է, եթե կանխիկ է 5%, եթե ոչ կանխիկ 4.5%։ Բայց իստոկումը դե վարորդը մեղք չունի։ Եթե դու որոշել ես, որից պետք է վճարել, դու ուղևորն ես ես վարորդում։ Եթե դու որոշել ես Անկախ է, խոսքի կանխիկով վճարես, ես պետք է ասեք խոսքի տուժվեմ, դու տուժվի, դու ես փող տվողը, պետք է վարորդը դրանից տուժվի, կանխիկա թե անկախիկա, ուղևորը որոշել է կանխիկ եմ տալիս, դրանից պետք է վարորդը տուժվի, ուղևորի գումարից ավել պակասան է, ոչ թե վարորդի։ Լուսաբանեք, տարածեք, թող ժողովուրդը ամեն ինչ սաղովորը ինֆորմացված չի իմանա։ Այսօր մեր հույսն ու հավատը լուրջ եմ ասում, սաղ ընդհանուր ես երկիրը ոտի կայնացնելու ձեր ժուրնալիստներն են, արդար, նորմալ ժուրնալիստները։ Հիմա մի խոսքով, սաղ եկել էիք։ Հա, բանական է։ Երկրորդը, Վստահ եմ, որ չի լուծվի։ Ձայնդ բարձրացրես ու այդ խնդիրը լուծվի։ Պայքարում ենք չի լուծվի, էսի առաջի դեպքը չի։ 3 տարի։ Մեզ անտեսում է, 3 տարի պայքարում ենք, այս ներքևը, այս կողքը հավաքում ենք, բողոքի ձայն ենք բարձրացում, մեզի ոչ մեկ չի նկատում։ Մեզի դրել են 4-րդ սորտի տեղ մարդ, մենք դեսա կտնենք 4-րդ սորտի տեղ մարդու տեղ։ Այս ըստորությունների բաց կասենք 4-րդ սորտը ով է, այ գեղացի։ Գյուղացի չէ, գեղացի ասեցի։ Չէ,